Ողջույն բոլորին, այս տեսանյութում մարտի 7-ի օրվա կանխատեսումն է։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվում այսօրը։ Եվս թռնում է օրերը, բավականին շատ արագ։ Տեսնենք ինչ է բոլորի սպասվելու այսօրը։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 7-ին։ Մի փոքր ծանր օր է, ինչ-որ բաներ պետք է անեք, դժվարություններ կան, ինչ-որ բաներ հաղթահարելու համար, բայց հետո ամենայն դեպս հաջողություն են կաց, այնպես որ կկարողանաք, եթե իմաստուն ձևով վարվեք, այն ինչ-որ դժվարությունները ձեզ համար ստեղծում, ապա կկարողանաք դրանից դուրս գալ, ելք կգտնեք։ Նաև այդ օրը հաջողություններ ունեք, յուրաքանչյուր բան, որ կանեք հաջողությամբ կվերջանա, և գումար կծախսեք, կամ նաև գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 7-ին։ Գումար եք ծախսելու, նաև գումար կստանաք։ Ինչ-որ բան է, որից որ կարող եք բորբոքվել, բարկանալ, ինչ-որ բան է ձեզ բարկացնում, միգուցե առիթի հետ է կապված, միգուցե հասարակական գործունեության հետ է կապված։ Դրա համար եւս փակում եմ բոլոր տեսակի մեկնաբանությունները, որովհետեւ նյարդերս չի բավականացնում։ Ես ուղղակի չեմ սիրում, որ ինձ փորձում են դասեր տալ, այսինքն ուղղություններ տալ, իսկ դա ոչ ոք իրավունք չունի այս կյանքում, եթե ես չեմ հարցրել հատկապես։ Դրա համար այստեղ հնարավոր է նաև, եթե այդ օրը բաց լինի, հնարավոր է նաև բորբոքվում, հնարավոր է նաև ինչ-որ մի բանից եք բարկանում, միգուցե կողքի մարդկանցից եք բարկանում, իրենց արարքներից եք բարկանում, ինչ-որ բան է, որը ձեզ հունից հանում է։ Կամ առիթի ժամանակ, ինչ-որ բան է տեղի ունենում, որ ձեզ հունից հանում է։ Եվ այդ օրը նաև ինչ-որ մի բան է ձեր կյանքից գնալու, նորին տեղ բացելու համար, նոր հնարավորություններ, նոր ինչ-որ բաներ, որոնք որ այստեղ ձեր կյանք կգան, բայց ինչ-որ մի բանը գնալուց հետո միմիայն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 7-ին։ 3-30 մարդիկ կան ձեր շրջապատում այդ օրը։ Ինչ-որ մի բան կարող են առաջարկել ձեզ, ինչ-որ մի բան, տեսենք ինչ են ուզում։ Գումարի հետ կապված կլինի, կամ ձեզ են պարտք ուզում եք չեն տալիս, կամ դուք եք պարտք ուզում են չեք տալիս, այդպես։ Ամենայն դեպս, եթե այդ օրը գումար ուզեն, ապա իմացեք, որ հետ վերադարձնելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվելու։ Այդ օրը հեշտանում է ինչ-որ մի բան անելը, ինչ-որ մեկին հանդիպելը, տեսնելը, խոսելը, պայմանավորվելը, ինչ-որ մի գործ անելը, բավականին հեշտանում է ձեզ համար։ Եվ այդ օրը նաև ինչ էլ անեք հաջողությամբ կընթանա, այսինքն այստեղ հնարավորությունը տրվում է եւ եթե օգտվեք այդ հնարավորությունից, ապա ամեն ինչ կկարողանաք հաջողությամբ ավարտել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 7-ին։ Այստեղ ոմանք հարսանիքի կլինեն այդ օրը, ոմանք ամուսնության առաջարկ կստանան, կանեն, գործարք կկնքեք, ինչ-որ գործ է, որը կարող եք անել ցիկլային, անընդհատ այդ օրը օրվա ընթացքում նույն բաներն անեք։ Ու ձեր երեխաների հարսանիքն է միգուցե, կամ ձեր թոռներից մեկի։ Այդ օրը նաև ոմանց մոտ այստեղ հղիություն կարող է լինել, ծննդաբերություն, երեխաների հետ կապված որոշ պահեր, նաև կարող է թոռները գան ձեր տուն, երեխաները գան ձեր տուն, կամ այդպես երեխաների հետ կապված է սա, այդ առիթը,
Դե թե դուք ամեն օր հա ինչ որ գործ եք անում, նույն բանն եք անում, բնական է այստեղ թորները արդեն գալիս են ձեր տուն կամ երեխաները գալիս են ձեր տուն կամ կօգնեն ձեզ։ Եվ այդ օրը բավականին շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ եւ նաեւ կարող լինել նաեւ բամբասանք, լեզվակռիվ, գուցե երեխաների հետ այստեղ լեզվակռվի մեջ մտնեք, հատկապես եթե մի քիչ հասուն տարիքում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 7-ին։ Խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք այդ օրը։ Տեսնենք ինչ խոչընդոտներն են, նաև կարող եք վիճել այդ օրը։ Տեսնենք ինչու է կայանում խոչընդոտը։ Միգուցե գնալ որևիցե առիթի, ինչ որ տաքսի չկա, սա չկա, խնդիրներ կան, ինչ որ բան է ուշանում եւ այլն, նման մի փոքր շուտ պետք է դուրս գալ, ամեն ինչ շուտ պետք է անել։ Նաեւ հասարակական կյանքն է սա, հասարակության հետ է կապված, ինչ որ մի խոչընդոտ են ստեղծում դες համար։ Դե ինչ որ մի տեղ են փակել եւ չեք կարողանում անցնել, գնալ այդպես։ Եվ շփում շատ կունենաք այդ օրը բավական տարբեր մարդկանց հետ կարող եք շփվել, կարող նոր ծանոթություն է եւ շփվում եք տվյալ անձնավորության հետ։ Նաեւ սա կարող է լինել օրինակ բամբասանք եւ նաեւ լեզվակռիվ, ինչ որ մեկի հետ չհասկանաք իրար։ Այստեղ նաեւ կռիվ է, ոնց որ շարունակվում է դեռևս, եթե լեզվակռիվ է ստա, դեռ հետո կարող եք շատ վիճել։ Ինչ որ մի աղջկա հետ կարող է լինել վեճը։ Բացի դա կարող եք մաքրել, տուն մաքրել, որպեսզի ինչ որ աղջիկ գա ձեր տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 7-ին։ Ինչ որ մի բան է գնալու ձեր կյանքից, նորը գալու համար, բայց նորը դեռևս էլի ձեզ շփոթեցնող կլինի։ Կարող եք շփոթվել, կամ եթե ինչ որ մի բան է գնա ձեր կյանքից, դա ձեր մոտ ինչ որ խառնաշփոթ է ստեղծում, հա, ոնց որ պետք է կարողանաք ձեզ կարգի բերել, որ չթուլանաք։ Լավ, պետք է մանրակրկիտ ուսումնասիրել 4 բոլորը, ինչպես կարող եք կամ այդ ելքից դուրս գալ, կամ անցնել հաջորդ փուլ, որտեղ ինչ որ մի բան, որ մարդու կյանքում գնում է, միանգամից այսպես ոնց որ թափ է տալիս մարդուն, եւ մարդը դեռևս չի կարողանում կենտրոնանալ ինչի վրա կարող է, ինչ պետք է անել։ Սա դրա համար լավ մանրակրկիտ ուսումնասիրեք եւ կկարողանաք յուրաքանչյուր պահերից դուրս գալ այդ օրը։ Նաեւ ոմանք ունեն այդ օրը ծնունդ, կնունք, բայց անակնկալ պահեր, նվերներ, ուրախ բարձր տրամադրություն, ժամադրություն նաեւ հակառակ սեռի ներկայացուցիչի հետ։ Ծնունդ է եւ այստեղ կարող եք գնալ առիթի ոմանց մոտ էլ այստեղ ինչ որ կարող է գործարք է, սա լուսավոր մի բան է, այսինքն դուք կկարողանաք ելքը գտնել ինչ որ հարցին լուծում տալու համար եւ հետո ձեր մոտ ինչ որ լուսավոր մի բան է տեղ ունենալու։ Իսկ ոմանց մոտ սա ուղղակի ինչ որ առիթ է, որը կգնաք։ Մի քիչ դժվարություններով կգնաք տեղ կհասնեք, բայց կգնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 7-ին։ Խաղ է սա։ Ինչ որ մի բանին անլուրջ եք վերաբերվելու այդ օրը։ Նաեւ մեկ ակնթարթ ինչ որ մի բան տեղեկ կարող ունենալ, անսպասելի։ Սա թռավ։ Պետք է նայել։ Այստեղ ժամանակ կարող եք վատնել, ծախսել խաղերի վրա, կարող եք երեխաներին տանել, կարող եք ուղղակի դուք սիրեք գնաք խաղաք, ինչ որ միտեղ, ժամանակը կվատնեք դրա վրա։ Բայց սա նաեւ մեկ ակնթարթ է, ոնց որ ինչ որ ժամանակ է դա եղել, ինչ որ ժամանակ պահանջվել այդպես եւ արդեն ոնց որ եկել են գագաթնակետը, ինչ որ մի բան է տեղի ունենալու, ինչ որ ակնթարթային մի բան։ Նաեւ կարող է ժամեր փոխվեն օրինակ ձեզ մոտ, կարող է այստեղ անսպասելի ձեզ զանգարեն, ասեն որ արի արդեն այս մի ժամերին աշխատանքի։ Նման ոչ է մի բան։
Կամ եթե պատվեր է, սա ոնց որ պետք է արդեն կարճացնում են ժամանակը։ Դուք էլ բարձրացրեք գումարը, որտեղ նորմալ է դա։ Եվ այդ օրը նաև շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, լեզվակռիվ կարող է լինել նաև, հա, եթե այստեղ ինչ-որ պատվերի հետ կապված է։ Լեզվակռիվ կարող է լինել նաև բամբասանք։ Եվ այստեղ ընտրության առջև է կանգնելու։ Ոմանք շատ կարևոր ընտրություն է, ոմանք ուղղակի թեթև։ Ինչ հագնել, ինչ անել, ոմանք է այստեղ շատ լուրջ ընտրության առջև է կանգնած լինելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 7-ին։ Գումար կծախսեք կամ գումար կստանաք այդ օրը։ Նաև հանդիպում որևիցե տղամարդու հետ, միգուցե իրեն եք տալիս գումարը, ընկեր է, ում կարող եք հանդիպել այդ օրը, շփվել, միգուցե իրար տուն հյուր եք գնում։ Այդ տան հետ կապված ինչ-որ հարցեր են, միգուցե տեղափոխվում եք, կամ ձեր ընկերն է տեղափոխվում, գնում եք օգնելու, տանը գործեր եք անում, իրեն եք տեղաշարժում, վերանորոգում, միգուցե նաև առիթ է։ Առիթ պետք է գնաք կամ ձեր տանը, կամ ընկերոջ տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 7-ին։ Բավականի 3-երեսանի մարդիկ են, ինչ-որ բաներ կարող են ձեզ առաջարկել այդ օրը, ձեզ շրջապատում են ուղղակի, ինչ-որ մի կին է, ով ունի 3 երես։ Չգիտեմ ինչ է ուզելու, բայց ինչ-որ բաներ կարող է ձեզ այնց կորզել, հետո տարբեր մարդկանց այնտեղ բաժանել։ Այդ օրը նաև եթե մեքենա եք վարում, շատ եղեք պաշտներին, որպեսզի չհանդիպեք իրենց։ Նաև ինչ-որ մարդ կարող է լինել, որ ձեզ կօգնի այդ օրը կաջակցի, աջակցություն կցուցաբերի։ Եվ վեճ, ինչ-որ մեկ էլ կարող եք վիճել այդ օրը։ Այո, կարող եք շատ բորբոքված լինել եւ վիճել, չդիմանաք։ Թեթև խոսակցությունից հետո վիճեք, միգուցե նաև եթե պետավտոտեսու չէ, միգուցե իր հետ, կամ ոչ պետական աշխատողի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծեղջյուրներին։ Ինչ է սպասվում այծեղջյուրներին մարտի 7-ին։ Խոչընդոտներ են, լաբիրինթ է, որը պետք է դուրս գաք, բայց բավականին բորբոքվում եք դուրս գալու փոխարեն։ Այսինքն լարվում եք, հա, պետք է ավելի հանգիստ լինել, եթե նման խնդիրներ է լինում, եթե մարդը մտնում է ինչ-որ մի այդպես խուճուճվում է ինչ-որ մի բան, ապա պետք է արդեն ինքը ավելի հանգիստ լինի։ Նեք պետք է լավ մանրակրկիտ ուսումնասիրեք, որպեսզի կարողանաք այդ խնդրից դուրս գալ։ Հա, ամեն ինչը միայն մանրակրկիտ լուծում գտնելուց հետո։ Լավ ուսումնասիրեք եւ կկարողանաք այդ հարցին լուծում տալ։ Իսկ որ բորբոքված եք, դա արդեն բորբոքված եք, գոռգռում եք միգուցե մարդկանց վրա, այդ ամենը կհանգստանա։ Ես սրանից է կախված, հա, չեք հասկանում ինչ անեք, դրա համար գոռգռում եք։ Եթե սա կարգավորեք, եթե լավ մանրամասն ուսումնասիրեք, ինչպես կարելի է այդ հարցը կարգավորել, կարողանաք այստեղ նաև ամեն ինչ հանգստացնել ձեզ մոտ։ Եվ ընտրության առջև կանգնած կլինեք, ինչ-որ մի բան եք ընտրելու։ Ոմանց մոտ սա լուրջ է, ինչ-որ լուրջ ընտրություն է, ոմանց մոտ ուղղակի հագուստի կամ ինչ-որ բիժուտերիայի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 7-ին։ Խոչընդոտներ են, ինչ-որ շապատով հետ խմել, ոնց որ լավ չեմ։ Խոչընդոտներ են այդ օրը, ծանրորեն նայեք։ Ինչ-որ հարցին լուծում տալու համար այստեղ շփումն է, կամ ինչ-որ մեկին եք ուզում տեսնել, խոսել իր հետ չեք կարողանում, կամ այստեղ բամբասանքներն են, որ ձեզ համար խոչընդոտներ են ստեղծում, կամ լեզվակռիվը։ Հա, ոնց ասում, մարդ չի կարողում իր լեզվի վրա եւ տուժում է, դա եւս։ Գործերը այդ օրը կփորձեք առաջ տանել, եթե այստեղ սրա հետ է կապված, ապա
Միգուցե պետք է հանգիստ խոսելու միջոցով այդ ամենը առաջ տանեք։ Եթե խոչընդոտները ոնց որ ավելի հանգիստ խոսեք դիմացինի հետ։ Շատ ճանապարհներին կլինեք, միգուցե նաև երկար ճանապարհ եք գնում այդ օրը, ինչ-որ մի տեղ եք գնալու։ Եվ ծանրություն կա այդ օրը, դժվարություններ։ Երկու քարտը չեմ կարող նայել։ Դժվարություններ են այստեղ, որոնք որ կան այդ օրը։ Կկարողանաք հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն, ինչ-որ բեռ է ձեր ուսերին, որը կկարողանաք։ Միգուցե ծնունդ եք այդ օրը։ Եվ այդ բեռը ամբողջ այդ ամեն ինչ արարողությունը սարքել, հավաքել եւ այլն ամեն ինչը ձեր ուսերին է։ Ոմանք այստեղ ճակատագրական քայլ են անելու եւ գնալու են օրինակ ժամադրության դիմացինի հետ, հակառակ սեռի ներկայացուցչի հետ, որը շատ կարևոր կլինի ձեզ համար։ Ոնց մոտանա ակնկալ նվերներ, բայց այդ ամեն ինչը ոնց որ մի հատ այդպես անցնելուց հետո էլի, ոնց որ դժվարությունը անցնելուց հետո։ Ոնց որ հետո ասում եմ մեր մոտ էլ լույս կվառվի, հա, այդպես ինչ որ մի բան է, ինչ որ մի բան ձեր մոտ ծանր է, դժվարությունը հետո նոր կարողանում եք կարգավորել, ամեն ինչ կուղղվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 7-ին։ Ինչ-որ մարդիկ ձեզ կարող են օգնել, աջակցել, ավելի շատ ուժ կունենաք ինչ-որ բաներ անելու համար, նաև հանելու ձեր կյանքից ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին։ Նաև եթե մեքենա եք վարում, ապա ուշադիր եղեք այդտեղ պետավտոծեսուչներին, որտեղ կարող են կանգնեցնել։ Ամենայն դեպս, ինչ-որ մի բան է ձեր մոտից գնալու, նորին տեղ բացելու համար, պետք է բաց թողնեք այն, ուրեմն հնացել է։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է։ Սիրելի։ Կամ հարազատ մարդ է աղջիկների համար, կամ այստեղ տղաների համար սիրելի է։ Ձեր երկրորդ կեսը։ Ողը ծանոթանում եք այս աղջկա հետ։ Եթե ոչ ուղղակի կարող ընկերուհի է, ծանոթ է, ում շատ եք սիրում եւ հանդիպում եք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։